Ադրբեջանի քաղաքասարակության ներկայացուցիչների ներկայացրած հակընդդեմ զեկույցի մասին փաստերի լեզվով 2020 թվականի պատերազմից հետո մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կատարած գործողությունների վերաբերյալ հաշվետվությունը Հայաստանը ներկայացնում է ծանր ժառանգությամբ, բայց դատարկ թերթերով։ Մինչ Հայաստանը փորձում է ցույց տալ իր հանձնառությունը միջազգային իրավունքի եւ հումանիտար սկզբունքների նկատմամբ, Ադրբեջանը փորձում է շահարկել միջազգային հարթակները, հղիաթյուրված տեղեկություններով ստվերելով հայկական կողմի գործունեությունը։ 2025 թվականի մայիսի 1-ին Հայաստանը Ժնևում ներկայացնելու է իր կատարած գործողությունները մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում 2020 թվականի նախորդ դիտարկումից ի վեր։ Թեև անզեն աչքով էլ կարող ենք նկատել հայկական կողմի ներպետական զեկույցում առկա բացերը մարդու իրավունքների իրական իրավիճակի վերաբերյալ, սակայն մեկ բան է խոսել ներպետական խնդիրների մասին, մեկ այլ բան, երբ Բաքվից հերիք չէ, իրենց բացարձակ տոտալիտար ռեժիմը թողած քաղաքասարակությունը անդրադառնում է հայաստանյան հարցերին, մի հատ էլ փաստերով ապացուցված ադրբեջանական կողմի իրականացրած ոճրագործությունները փորձում են վերագրել մեզ, հայերիս։ Երբ ադրբեջանական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ կազմակերպությունները հնարավորություն ունեն բարձրաձայնելու իրենց ներպետական մարդու իրավունքների տոտալ խախտումները, նրանք փոխարենը հրապարակել են զեկույց, որի միջոցով փորձում են ներկայացնել Հայաստանին որպես պատերազմական հանցագործությունների եւ մշակութային ժառանգության ոչնչացման պատասխանատու։ Սակայն իրականությունը բոլորովին այլ է։ Բաքվից ներկայացնում են սուտ, խեղաթյուրված փաստեր, իսկ մենք պարտավոր ենք բարձրաձայն ասել ճշմարտությունը առանց վարանելու։ Հայաստանը մշտապես եղել է խնդիրների խաղաղ կարգավորման կողմնակիցը, իրավունքի եւ պատմական արդարության ջատագովը։ Պատմությունը խեղաթյուրելու Ադրբեջանի փորձերը չեն կարող փոխել փաստերը, նույնիսկ եւ հատկապես եթե փորձում ես օգտագործել այնպիսի հարթակներ, ինչպիսին է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը։ ՄԱԿ-ի անդամ պետությունները չպետք է թույլ տան օգտագործված լինել։ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում եւ դրանից հետո մարդու իրավունքների կոպիտ խախտումների իրական հեղինակը եղել է հենց ադրբեջանական կողմը։ Հայ ռազմագերիների խոշտանգումները, սպանությունները գերության մեջ, դիակապտությունները ամբողջությամբ փաստագրված են հենց իրենց ձեռքով, զանազան տեսաձայնագրություններով։ Human Rights Watch կազմակերպությունը 2021 թվականին պարզ կերպով նշում էր. Ադրբեջանի զինվորները հայ ռազմագերիների նկատմամբ իրականացրել են դաժան վերաբերմունք եւ խոշտանգումներ, ինչը Ժնևյան կոնվենցիաների լուրջ խախտում է։ Դժբախտաբար սա Ադրբեջանում համակարգված իրականացվող քաղաքականություն էր։ Ադրբեջանցի զինծառայողները հայ ռազմագերիներին ծեծել, նվաստացրել, խոշտանգել եւ սպանել են, դատեսանկարահանել են եւ ներկայացրել են որպես քաջության եւ հաղթանակի նշան։ Մեկ այլ դեպքում նրանց ոտքերը պարաններով կապել են, գնդակահարել են եւ լուսանկարվել այդ տեսարանի ֆոնին։ Համացանցի բազմաթիվ հարթակներ պատերազմի ողջ ընթացքում 44 օր եւ ավելի մինչ օրս ողողված են խրամատներում հայ զինծառայողների մարմինների վրա քայլող ադրբեջանցի զինծառայողների հրապարակած տեսանյութերով։ Դրանք փաստագրված են եւ փոխանցված են միջազգային համապատասխան կառույցներին Հայաստանի Հանրապետության նախկին մարդու իրավունքների պաշտպանի կողմից։ Amnesty International-ը կրկին 2021 թվականին արձանագրել է. Տեսանյութերում հայ ռազմագերիներին ադրբեջանցի զինծառայողները նվաստացնում են։ Դրանք ոչ միայն խոշտանգում են, այլև պատերազմական հանցագործություն։ Խոշտանգման ընդունված պատկերացումները մի բան են, իսկ այն թե ինչպես են դրանում վարժեցվում ադրբեջանցի զինծառայողները, առիթ ունեցել ենք տեսնել 2022 թվականի սեպտեմբերին Ջերմուկում։ Ադրբեջանցիները խոշտանգել են, բռնության են ենթարկել, ապա անդամահատել են հայ կին զինվորական Անուշ Ապետյանին։ Դիակապտությունը անմարդկային վարքագիծ է, որը 21-րդ դարում պետք է որ աններելի լիներ։ Միջազգային հանրությունը թեև աչք է փակել այս տեսարանների վրա, բայց ինչպես կարող էր սա աննկատ մնալ այսօր Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցի կողմից։ Ի հակադրություն սրան Հայաստանը գործել է իրավունքի շրջանակում։ Մենք որպես պետություն ընդունել ենք միջազգային ստանդարտները, ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց հետ վարվելու քաղաքականությունը իրականացվել է հստակ հումանիտար նորմերի համաձայն։ 44-օրյա պատերազմի ընթացքում վիրավոր ադրբեջանցի ռազմագերիների բժշկական խնամքը փաստագրված է։ Մեր դատարանները քննել են սահմանախախտների ձեռքով իրականացված հանցագործությունը, դատապարտել ազատազրկման, ապա ինչպես պայմանավորվել են, փոխանակել են հայ գերիների հետ։ Թե ինչու հանցագործները փոխանակվեցին մարտի դաշտում գերության մեջ հայտնված զինծառայողների հետ, բարդ է ասել, բայց փաստ է, որ Հայաստանում գտնված որևէ ռազմագերի խոշտանգման չի ենթարկվել։ Նույն Ադրբեջանի մասով Եվրոպական խորհրդարանը 2021 թվականի մայիսի 19-ին իր բանաձևում միանշանակ դիրքորոշում է արտահայտել, հստակ ընդգծելով. Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են առանց նախապայմանների վերադարձնել բոլոր ռազմագերիներին եւ ապահովել նրանց նկատմամբ հնարավոր խոշտանգումների ամբողջական եւ անկախ հետաքննությունը։ Այս գնահատականը ոչ միայն իրավական հղում է, այլ նաեւ միջազգային հանրության կողմից բարձրացված ձայն հանուն մարդկային արժանապատվության, իրավունքների եւ ճշմարտության։ Մենք պարտավոր ենք այս փաստը մշտապես հիշել
հիշեցնել, որպեսզի արդարությունը չմնա կիսատ։ Բացի անձնական արժանապատվության ոտնահարումից, ադրբեջանական ագրեսիան ուղղվել է նաև պատմամշակութային ժառանգության դեմ։ Արցախի տարածքում գտնվող եկեղեցիներ, վանքեր, խաչքարեր եւ գերեզմաններ դարձել են Ադրբեջանի կողմից վանդալիզմի թիրախ։ 2020 եւ 2023 թվականի պատերազմներից հետո վնասվել, մասնակի կամ հիմնահատակ ավերվել են հայկական եկեղեցիներ, վանքեր, հուշարձաններ, ընդհուպ թաղամասեր, ամբողջությամբ փաստագրված եւ արձանագրված արբանյակային տեսահսկման համակարգերի միջոցով։ Ջուղայի խաչքարերի համակարգված ոչնչացումը մարսած Ադրբեջանը արգելել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետների մուտքը Արցախ։ ՄԱԿ-ի այս կառույցը խորը մտահոգություն էր հայտնում Արցախի մշակութային ժառանգության նկատմամբ վտանգի առնչությամբ, կոչ անելով ձեռնարկել անհապաղ գործողություններ։ Անհապաղ գործողությունների կոչն այդպես էլ մնաց անարձագանք, իսկ փաստական տեսանյութերը հստակ ապացույցներ են Ադրբեջանի իրականացրած մշակութային ցեղասպանության, որն էլ մնում է անպատիժ։ Փոխարենը առանց որևէ ապացույցի մեղադրվում է հայկական կողմը, իբրև թե իր գործած ոճրագործություններում։ Այս ամենը մնում է միջազգային հանրության աչքի առաջ, լռությամբ ընդունված կամ գիտակցված անտեսված։ Արդարությունը կիսատ թողնել չի կարելի։ Հայաստանի քաղաքացիական հասարակությունը, անկախ փորձագետները եւ միջազգային գործընկերները պետք է միասնական ձայն բարձրացնեն ընդդեմ խեղաթյուրված փաստերի տարածման եւ մշակութային ու մարդասիրական արժեքների ոտնահարման։ Այսօր ավելի քան երբևէ անհրաժեշտ է գործել փաստերի լեզվով եւ իրավունքի ուժով։ Այսպիսով Ադրբեջանի քաղաքասարակության կողմից ներկայացվող զեկույցը մանիպուլատիվ է, մոլորեցնող ու նպատակ ունի միջազգային հանրությանը կեղծ պատկեր ներկայացնել։ Պարտավոր ենք խոսել փաստերով, այն լեզվով, որին վստահում է առաջադեմ աշխարհը։ Իսկ մենք ներսում մեր առանձին անդրադարձը կանենք Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ։